Տիկին Մանավազյան մոտենում են ընտրությունները եւ տարբեր քաղաքական ուժեր հայտարարում են իրենց վարչապետի տեխնացուների մասին, օրերս էլ հայտարարվեց, որ Դաշնակցության եւ Ռոբերտ Քոչյանի միջև դաշինք է ստեղծվելու եւ իրենց վարչապետի տեխնացուն Ռոբերտ Քոչյանն ինքն էլ իր ելույթում այսպիսի մի բան ասեց, որ այն չարը, որը մարմնավորում է այս իշխանությունը, պարտվելու է։ Պայքարի մեջ է եղել ձեզ հետ 2018-ի հենց առաջի օրվանից եւ ասում է, որ չի հանգստանալու այնքան ժամանակ, մինչեւ ձեզ չհեռացնի։ Օրինակ, ինչ դրսևորումներով ըստ ձեզ դա պիտի տեղի ունենա։ Իրենց դրսևորումները ակնհայտ են, նախ դերաբաշխում են կատարել իմ կանխատեսմամբ եւ վերլուծությամբ, մի դաշինք կամ ուժեր ներկայացնում են իրենց որպես նոր ուժ եւ իրենց ծրագիրը ավելի շատ տնտեսական բլոգի վրա է, մյուս ուղղությունը քաղաքական ավելի վատ խոսույթով եւ մեզ միշտ դավաճան եւ այլ պիտակավորումներ տալով փորձում են հանրության այդ հատվածի վրա աշխատեն, մյուս ուժերը լրիվ ուրիշ այլ ուղղության վրա են աշխատում, բայց իրենք ամբողջությամբ մեկ ամբողջականություն են ներկայացնում եւ իրենք փորձել են թիրախավորել ըստ թիրախների հանրության շրջանում որոշ շրջանակներ դեպի իրենց ներգրավելով, բայց իրենք ամբողջությամբ բոլորը միասին վերցրած մեկ ուժի մասին է խոսքը, մենք քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, ես կարծում եմ, որ հիմա հանրությունը շատ լավ պարզ տեսնում է մեր գործունեությունը, տեսել է վերջին տարիներին մեր գործունեությունը, մեր թափանցիկությունը եւ իր գնահատականը իհարկե կտա առաջիկայում, բայց մենք ներկայացնում ենք իրենք եթե ինչ-որևէ խոստումներ են տալիս, մենք այդ խոստումներն արդեն կատարել ենք, մենք իրենց տված բոլոր խոստումների ցուցանիշները շատ բարձրաձայնում ենք եւ ներկայացնում ենք եւ եթե նկատել եք վերջի շրջանում համայնքներ այցեր կատարելիս, անգամ ակնհայտ տեսնում ենք նաեւ քաղաքացիների արձագանքը այն արված աշխատանքների եւ մեր վարած քաղաքականության վերաբերյալ, որ վերջին 5 եւ ավել տարիներին կատարել ենք։ Այսօր վարչապետը ճեպազրույցի ժամանակ խոսելով հիբրիդային պատերազմների մասին ասել է, որ պատերազմի կուսակցությունները ասում են դեմ չեն խաղաղությանը, բայց երկրորդ թիվ ասում են, որ իրենց իշխանության գալու պարագայում սկսելու են վերանայել խաղաղությունը։ Այդ ուժերը հանդես են գալիս խաղաղության ռևիզիայի դիրքերից, ինչը նշանակում է սեպտեմբերյան նոր անխուսափելի պատերազմ։ Ըստ ձեզ որ ուժերին նկատի ունի վարչապետը։ Պատերազմի կուսակցություններ են բոլոր իմ նշած կուսակցությունները, իրենք փորձում են նորից Հայաստանի Հանրապետությունը հետընթաց տանելու ճանապարհը բռնել, իրենք փորձում են Հայաստանի Հանրապետությունում որևէ զարգացում չունենալու ճանապարհը բռնել եւ իրենց վարած քաղաքականությունը դեռ տեսել ենք տարիներ առաջ, իրենք ուղղակի հետ են ընկել այս ընթացքում եւ հիմա այդ ագրեսիվ վարքով հիբրիդային բոլոր հնարավոր միջոցներին դիմելով փորձելու են էլի ստեղծեն այդպիսի վատ մթնոլորտ եւ իհարկե ընտրությունները հեշտ չի անցնելու այս առումով ես մեր քաղաքացիներին հորդորում եմ իրենց նյարդերը պինդ պահել եւ հետեւել զարգացումներին, որովհետեւ իհարկե մենք այո, չար ուժերի դեմ պայքար ենք մղելու։ Նայեք, բոլոր տեխնացուները, ովքեր որ հայտարարել են, որ տեխնացու են, թե Ռոբերտ Քոչյանը, թե Սամվել Կարապետյանը, երեկ էլ արհեստական բանականության միջոցով էլի ուղերձ հղեց, իրենք խոսում են ուժից։ Օրինակ Ռոբերտ Քոչյանը ասում է, որ ինքը ամենաուժեղն է, ոչ ոք չունի իր ունեցած համակցված փորձը, Սամվել Կարապետյանն ասում է ժամանակն է ուժեղ խաղաղության, վաղը ուշ է լինելու, ասում է, որ ներգրավել են միջազգային փորձագետների, որը ինչպես պարզվեց, Ադրբեջանին մարտական ԱԹՍ-ներ մատակարարած իսրայելցի գեներալն է։ Այս մասով ինչ ասեմ։ Ես ինքս էլ կհորդորեմ այդ անձանց արհեստական բանականությանը դիմելու փոխարեն իրենք ունեն, ես ուզում եմ որ հանրությունը նաև տեղեկանա իսկապես, որ իրենք ունեն ինքը ունի այդ հնարավորությունը ուղղակի ուղիղ խոսելու եւ չի օգտվում այդ հնարավորությունից զոհի կարգավիճակում տնային կալանքում իհարկե տեղավորվելով փորձում է AI-ի միջոցով որևէ հաղորդագրություն փոխանցել ես ուզում եմ հասկանամ դա իրենց ուժի մասին է խոսում նաեւ արտաքին հարաբերություններն էլ են AI-ով
փորձելու բանակցել, խոսել, կարգավորել, ինչ են տալիս մեր հանրությանը, մեր ժողովրդին, ինչ են ուզում դրանով ասել, որ իրենք միշտ AI-ով թափանցիկ անտեսանելի փորձելու են հաղորդակցվել ժողովրդի հետ, թե իրենց արժևից գնալու են Նարեկ Կարապետյանը եւ իր փոխարեն սկսե ինչ-որ մանիպուլյացիաների ենթարկելով, ամբողջ խեղաթյուրելով, ամբողջ տեղեկատվությունը շփվել ժողովրդի հետ։ Իսկ Ռոբերտ Քոչարյանին կասեմ, որ երբ ինքը փակ տարածքում բերված մարդկանց հետ է փորձում շփվել եւ ձեռք համբուրելու ինչ-որ տեսարաններով լցնել ամբողջ տեսադաշտը, դրա փոխարեն թող դուրս գա հանրության մեջ, քայլի համայնքներում եւ շփվի մարդկանց հետ։ Եվ դա չլինի կազմակերպված, այլ լինի շատ պատահական, օրինակ ինչպես մենք ենք իջնում ցանկացած ինչ-որ շենքի բակում եւ հանդիպում ունենում բնակիչների հետ։ Հետաքրքրական էր նաեւ թեև արհեստական բանականության բեր ուղերձը, բայց ուղերձում Սամվել Կարապետյանը խոսում է անվտանգությունից, բայց եւ ցույց է տալիս այդ գեներալին իսրայելցի, որի մասին քիչ առաջ հիշատակեցի, եւ ինչպես են պատկերացնում Ադրբեջանին մարտական աթսներ մատակարարած այդ գեներալի հետ համագործակցությունը եւ խոսել ուժեղ բանակից։ Գիտեք, իրենք այնքան իրենց էլի բարձր են դասում, որ մտածում են Հայաստանի Հանրապետությունը որևէ մասնագետ չունի։ Իրենք դիմում են միջազգային այլ երկրների մասնագետների, որպեսզի գան մեր երկրում, փորձեն իրենց լավ խորհրդականներ լինեն, լավ խորհրդատուներ լինեն, լավ մասնագետներ լինեն։ Մի թերագնահատեք երբեք մեր ժողովրդի գիտելիքները, մեր ուսումը, մեր սովորած մասնագետներին եւ առանց վախենալու արտաքին որևէ միջոցների դիմելու կարող են հենց այստեղ ունենալ այդ մասնագետներն ու եւ խորհրդականներին, ովքեր իրենց երևի ավելի ճիշտ եւ ավելի ստույգ եւ լավ PR կապահովեր, քան իրենք դիմել են եւ ես կարծում եմ իրենք ուղղակի իրենց բիզնես միջոցները վատնելու եւ ծախսելու տեղ են ման գալիս։ Եվ ամփոփելով բոլորս ապրել ենք Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին, տեսել ենք նրա վարած քաղաքականությունը եւ նա այդ հայտնի համաժողովի ժամանակ հայտարարում է, որ իրենց իշխանության գալու պարագայում իրական կարգ ու կանոն կհաստատեն երկրում։ Ես խնդրեմ նաեւ այս մասով ձեր մեկնաբանությունը։ Իրական կարգ ու կանոն հաստատված տեսել ենք, այդ կարգ ու կանոնը չակերտավոր, իրական կարգ ու կանոնը վախի մթնոլորտն է եղել, խոսքի ազատության սահմանափակումն է եղել եւ եթե ուզում են նորից վերադարձ լինի այդ իրենց բարքերին, իհարկե այդ կարգ ու կանոնը կարող են իրենք դա ունակեն եւ դա իրենց ընդունակությունների գերակատարումն է կամ ավելին միգուցե հնարավոր է, որ չենք տեսել եւ կտեսնենք։ Իսկ իրենք բոլորով մեկ ուժ են, համախմբված, նորից եմ ուզում ասել, որ իրենց հիմնական նպատակը մեկն է Հայաստանի Հանրապետությունը տանել արդեն ավելի շատ հետընթացի, քան առաջընթացի։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար